Մի օր մեր հերթական սուրճի ժամին ես ու մաման մեր սիրելի հաղորդումն էինք նայում ոճափոխության մասին։ Այդ օրվա հերոսը 60-նանց կին էր, ով ուզում էր իրեն փորձել նոր մասնագիտության մեջ ու դիզայներության ոլորտը փորձել։ Այդ արտահայտությունը իմ մեջ եկավ ու սենց միանգամից շրջվեցի մամային, ասում եմ՝ «Մամ, դու էլ չէիր ուզի նոր մասնագիտություն ձեռք բերեիր, քո մանկության երազանքներն իրականացնեիր ու օրինակ նկարչությամբ զբաղվեիր»։ Մամաս այսպես նայում է ինձ, ասում է՝ արդեն ուշ է, էլ իմ տարիքը չի նման բաների համար։ Անցնում է որոշ ժամանակ, իհարկե այդ մտքերն ինձ տանջում են անընդհատ ու ես իմ խոսակցությունների ժամանակ իմ ընկերուների հետ, ծանոթ կանանց հետ անընդհատ այդ հարցը փորձում եմ բարձրաձայնել, հասկանալ դա համընդհանուր խնդիր է, թե միայն մեր տանը կա նմանատիպ խնդիր։ Եվ իրոք կա նմանատիպ խնդիր, մեր հայ կանայք, մեր մամաները շատ են տրվում իրենց ընտանիքին, մեզ, իրենց երեխեքին ու մոռանում են իրենց մասին, իրենց երազանքների մասին։ Եվ ես որպես իմ մամային շատ սիրող դուստր, կուզեի տեսնել մամային իր երազանքներն իրականացնելուց, իրեն երջանիկ տեսնել։ Եվ վստահ եմ շատ երեխեք իրենց մամաներին ուզում են հենց այդպես երջանիկ տեսնել ու ակտիվ, հա, իրենց երազանքներն իրականացնելուց։ Դրա համար էլ ստեղծվեց փունջը, որպեսզի հայ կանանց ու ոչ միայն, նաև աղջիկներին տա հնարավորություն իրենց նորովի բացահայտելու, ինչ-որ մի նոր բան սովորելու և շփվելու, հա, միջավայր ստեղծել նմանատիպ։ Իմ կարծիքով ամեն մի կին նման է ծաղկի և ծաղկին պետք է ճիշտ ժամանակին ջրել, ճիշտ ջերմություն տալ, որպեսզի ինքն էլ ծաղկի ու իր բույրով ու գույնով լցնի շուրջ բոլորը։ Էնպես որ սպասենք նորությունների փունջի մասին։